Մեծ Բրիտանիան այդ ամսի 8-ից հետո 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո վերացրեց սահմանափակումը Հայաստանին զենք վաճառելու։ Եվ դա միայն մի պատճառով, որ մենք խաղաղության հասանք, մենք ասցինք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու։ Եվ սա շատ բարդ եւ դժվար որոշում էր։ Եկեք պատկերացնենք ժողովուրդ ջան, թե մենք Ղարաբաղի շարժումը այսօր էլ շարունակում ենք։ Ինչա լինելու, ինչա լինելու։ 30 տարի, եւս 30 տարի Հայաստանը առնականանելու, բայց ամենակարևորը, այդ հարցը տենց էլ չի լուծվելու, չէր լուծվելու։ Որովհետև այսօր այդ նիմությունը, որ ասում է, այ Ղարաբաղի հարցը սենց էինք լուծելու, նենց էինք լուծելու, ես մի պատասխան ունեմ։ Դուք 30 տարի իշխանության եք, լուծեիք։ Եթե տենց լավ լուծումներ կան, լուծեիք։ Իսկ իրականությունն այն, հիմա ես ձեզ մի հատ պարզ բան ասեմ, որ հիմա էլ լսում եմ, ասում են այդ մարդիկ։ Ասում են, Ղարաբաղի հարցի կարգավիճակը պետքա լուծվեր հանրաքվեով։ Նախ առաջին հարցը բախի չի եղել այդ հանրաքվեն։ Գիտեք ինչի չի եղել այդ հանրաքվեն։ Որովհետև բանակցային թղթերում ոչ միտեղ գրած չի, թե այդ հանրաքվեն որտեղ է տեղի ունենալու, ոչ միտեղ գրած չի, որ այդ հանրաքվեն տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղում։ Այդ ձևակերպումը նենց է, որ տեքստի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի կազմում, ամբողջ Ադրբեջանի։ Ինչի՞։ Եվ ես ձեզ պատմել եմ նաև, չգիտեմ ուշա, որովհետև ես 2018 թվականին ես համանախագահներին հարց տվի։ Ասցի, այս փաթեթով Ղարաբաղ կարա չլինի Ադրբեջանի կազմում։ Ասցին, այո, կարա չլինի, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Այսինքն, Ղարաբաղի հարցը գործընկերներից մեկը, որի անունը չեմ տա, իմաստուն կերպով Ղարաբաղի հարցը անվանում էր ճամպրուկ առանց բռնակի։ Ճամպրուկ առանց բռնակի։ Եվ նա շատ իմաստուն կերպով ինձ ասում էր, գիտես ինչ, ես հասկանում եմ, որ այդ Ղարաբաղի հարցը ճամպրուկա տվել են ձեզ եւ առանց բռնակի ճամպրուկա, որը ձեզ ստիպում են ձեզ հետ տանել։ Ես հասկանում եմ, որ դա շատ բարդ է։ Եվ դա եղել իրականությունը, որ մեզ տվել են ճամպրուկ առանց բռնակի, որ մենք տանենք, որ մեր ձեռքերը չունենան ազատություն ուրիշ որևէ այլ բանով զբաղվելու։ Սրանում է ճշմարտությունը։ Եվ ես կայացրել եմ շատ բարդ որոշումներ։ Ես ձեզնից մեկը լինելով եւ ես ընդհանրապես քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել 88 թվին, դպրոցական եմ եղել 13 տարեկան, այն անգերներս տեղ են կվկայեն։ Ղարաբաղի շարժումը սկսել է, ես էլ ընկել եմ այդ ջրերը քաղաքականությամբ տենց եմ մտել։ Այսինքն Ղարաբաղի շարժումը իմ քաղաքական ծագումնաբանությունն է։ Բայց ելի եմ ասում, առաջնորդությունն է, որ դու զգում ես, որ սխալ տեղ եք գնացել, սխալ կարակ, ըլնում է չէ տենց, որ համոզմունքով գնում ես, մեկ այդտեղ ես սխալ տեղ ես գնում։ Պետք է ուժ ունենաս, խոստովանել դա եւ առերեսվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդքան ուժ ունեցել եմ ձեր ուժով, ձեր աջակցությամբ։ Որովհետև երբ որ ես ասացի Ղարաբաղի շարժումը պետք է շարունակենք, ես ասացի որպես վարչապետ, ես այս որոշումը կայացնում եմ։ Եթե ժողովուրդը համաձայն չի, ես ընդունում եմ, ես որպես հեղափոխության վարչապետ դառած մարդ, ընդունում եմ, որ հիմա ժողովուրդը կարա հեղափոխություն անի եւ փոխի կառավարությունը, կարա հեղափոխություն անի եւ հասնի իմ պաշտոնանկությանը։ Բայց եթե ժողովուրդը դա չարեց, ես դա անցալելու եմ որպես համաձայնության նշան, թույլտվություն դա անելու։ Եվ ես ուրախ եմ, որ գնացել եմ այդ ճանապարհով եւ եկել եմ ձեզ ասելու հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունը այլևս հակամարտության փակուղի չի։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է։ Խաղաղության խաչմերուկ։ Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն ասեմ, որ դուք այս ողջը ես հասկանում եմ, որ բազմաթիվ որոշումներ ա եղել, որ դուք չեք հասկացել, թե ինչ եմ անում ես եւ ինչի համար եմ անում ես։ Եղել են իրավիճակներ, այսօր ես շատ բաների մասին շատ ավելի բաց եմ խոսում։ Բայց եղել են իրավիճակ եւ ավելի բաց եմ խոսալու, բայց եղել են իրավիճակներ, ես չեմ կարողացել։ Բայց ես հստակ ասում եմ, այդ դավադրությունը շարունակվել է շատ երկար։
2024 թվին հրապարակում Հանրապետության հրապարակում 25,000 մարդ կար կանգնած ընդդիմադիր սահմանագիրանցի դեպքերի ժամանակ եւ բոլոր կողմերից ինձ ասում էին որ պետքա չանել, պետքա հետաձգել սահմանազատումը ես այդ ժամանակ ինձ հաշիվ էի տալիս որ եթե մենք այդ ճանապարհով չգնանք ես ինձ հաշիվ էի տալիս որ մենք Տավուշի մարզի կեսը կորցնելու ենք Եվ դա դրա համար էր արվում ասելով որ գյուղերը տալիս է ոսկեպարը եկեղեցին տալիս է Կիրանցը տալիս է այսօր Կիրանցում ապրում է պատմականորեն ամենամեծ թվով բնակչությունը եւ գոյություն ունի կառուցվում է իր պատմության ամենամեծ թվով տները ինչի մենակ Կիրանցում ոսկեպարում Սև քարում, բերքաբերում, ծաղկավարում Դե Աչաջուրը միշտ էլ պրոբլեմ չի ունեցել Եվ շատ ուրախ եմ Եվ ձեզ ահավոր շնորհակալ եմ որ այս ծառայությունը մատուցելու հնարավորություն եք դուք ինձ տվել Որովհետև ես ինձ հարց եմ տվել, ինձ համար ակնհայտ է եղել, որ այդ որոշումները պետքա կայացվեն, որ այդ որոշումները կայացնելը շատ դժվար է, բայց ես ինձ հարց եմ տվել, եթե ես չէ, բա ով պետք է կայացնի այդ որոշումը։ Եթե ճակատագիրի վրա դրել այդ պատասխանատվությունը, ուրեմն ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր էլ ես նույն բանով եմ եկել։ Բայց ես ուզում եմ ձեզ ցույց տամ նաև այն հեռանկարները, որ Հայաստանի առաջ բացվում են։ Դուք պատկերացնում եք, ես որ ասում եմ, մենք Հայաստանի մասին շատ դեպքերում ինքներս էլ լավ պատկերացում չունենք, Հայաստանը ինչ է։ Այս վերջերս մի բան տեղի ունեցավ, որ ցնցեց ինձ, էլի երկար ասել եմ դրա մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան, ինձ հետ հանդիպման, եւ մեր պաշտոնական հանդիպման ժամանակ նախադասությունը ասում որ իմ պատկերացումները Հայաստանի մասին փոխում է։ Մեր մտքով նախկինում դա չէր անցնում, հասկանում եք։ Ու զարմա ասում է Հայաստանը նստած է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի վրա։ Ասում եմ, ես ինչ ասում։ Հետո գնում ենք քարտեզը նայում ենք, արա իսկականից։ Ու այդ ամենակարճ ճանապարհը անցնում է Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Ու հիմա Այն որ թրիպ նախագծի շրջանակում մեր հարավային երկաթուղին կվերականգնվի, դրա մասին շատ ենք խոսել եւ էլի կխոսենք։ Բայց հիմա իրատեսական է դառնում, այսօր միջազգային ներդրողները գալիս են հետեւյալ առաջարկում, ասում են եկեք Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը մի հատ չափենք, որ ստեղով է հաստատ։ Բայց ճանապարհով չափենք որտեղ է։ Միջազգային բեռնատարների համար Տավուշի մարզ, Լոռու մարզ Շիրակի մարզ վճարովի դարձնենք ճանապարհները ինչքան փող պետք է մենք կներդնենք եւ հաշվարկում են որ ճանապարհը այնքան կարճանում է որ վարորդները կնախընտրեն վճարել այստեղով անցնել որովհետեւ վառելիքի փողա գիշերակացի փողա վերջը ժամանակ է եւ մենք հիմա պետք է որոշենք հիմա հետազոտությունը արվում այդ ճանապարհը Բանի ճանապարհն է, Կրիվոյի ճանապարհն է, Նոյեմբերանով ճանապարհը, թե դերտի։ Կարող է իրեքներ։ Ես շատ կուզեմ, որ իրեքներ, որովհետև հոսքերը շատ մեծ են։ Բայց ավելին, այսօր մենք պետք է կենտրոնանանք մեր երկաթուղու վերաբացման վրա։ Եվ դա իրատեսական է, շատ իրատեսական է։ Որովհետև հիմա մենք կարանք ստանանք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղի։ Դրա համար մեզ պետք է անել հետևյալը։ Հաղարծին գյուղետ սողանքը պետք է վերացնել, ինքը մեծ փող է, շատ մեծ փող է, մոտավորապես $500 միլիոն։ Բայց եթե այն մտածածը իրոք արդարն է, որ դա ամենակարճ երկաթուղին է, այդ փողը կդրվի, որովհետև փողդղոնող կիմանա, որ հետա բերելու այդ փողը։ Ու Ֆիոլետովի հատվածում Վանաձորի ճյուղն ու Իջևանի ճյուղը մոտ 6 կիլոմետր են իրարից հեռու, այդ երկուս բանսը պետք է կպցնել իրար, եւ մենք ունենում ենք արևելք-արևմուտք ամենակարճ երկաթուղին, իհարկե մի քիչ նաեւ թեքությունները պետք է ուղղել, որովհետեւ տեղեր կա պատժոմը շատ է։ Ես սա ուզում եմ ասել, որ այս ամեն ինչի ամենակարևոր արդյունքն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Պատկերացնում եք, Աչաջուրի, Իջևանի աշխարհագրական դիրքը փոխվել է, Աչաջուրը ու Իջևանը միշտ տեղ են եղել։
Բայց նախկինում մեր ընկալումներն ա եղել, որ վայ, ես ինչ վատ աշխարհ, սարսափելի աշխարհագրական դիրք է։ Հիմա կողքից մարդիկ ասում են, լսեք, ձեր աշխարհագրական դիրքը աշխարհում ամենալավն է, որովհետև դուք նստած եք արևելքի արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի, եւ սա անսահման հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք։ Եվ մենք պետք է նաև խաղաղության վերջնական ինստիտուցիոնալացման հարցը լուծենք, որ այս երեխեքին կիսատ պրոբլեմ չթողենք։ Որտեւ դա ամենամեծ հանցագործությունն է իրանց առաջ։ Որ իրանք մնան, իրանք ասում եմ, ես հիշում եմ, երբ որ ես ընդդիմադիր էի, մի անգամ Ազատության հրապարակում ելույթ ունեցա, ասի Աստված չանի, որ մեր երեխեքը ստիպված լինեն Հայաստանում ժողովրդի իշխանության համար էլի գալ Ազատության հրապարակում վրաններ խփել։ Այսօր երեխեքը դրա կարիքը չունեն։ Հիմա էլ ասում եմ Աստված չանի, որ մենք այս պատմական հնարավորությունը բաց թողենք եւ կիսատ պրատ չլուծված խնդիրները ժառանգենք երեխեքին։ Այսօր այդ հնարավորությունը կա, որ մենք փակենք սահմանազատումով, բանով, ամեն ինչով։ Խաղաղությունը դարձնենք հարատև եւ պետությունը դարձնենք հարատև։ Մենք որ ոչ թե մտածենք, թե լսպասենք տենանք բանից սփխեցից հետո ինչ անում, նոր տարուց հետո ինչ անում, զատիկից հետո ինչ անում, այն իմաստով, որ կյանքը այնքան անորոշ լինի, որ մենք չկարողանանք հորիզոն բացենք մեր առաջ։ Բայց այսօր արդեն Հայաստանի առաջ տասնամյակների հորիզոններ ա բացված, հարյուրամյակների հորիզոններ ա բացված, եւ մենք ունենք շանս այդ հորիզոնները դարձնել հազարամյակի հորիզոն, հազարամյակի, որ մեր պետությունը հազարամյակով սերնդեսերուն ժառանգվի։ Դրա համար մենք պետք է մի բան անենք, այսօրվա դրությամբ մի բան պետք է անենք, ընդամենը մի բան պետք է անենք, պետք է Հայաստանի ժողովուրդը կանգնի խաղաղությանը։ Դա ամենակարևոր մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման, եթե խնամք չտանենք իր նկատմամբ, չի ապրի ինքը։ Այսօր հարցը հետևյալն է, երեխային եթե տեր չկանգնենք 9 ամսական երեխային, չի ապրի ինքը։ Եվ մեր խնդիրը հետևյալն է, որ մենք գնանք եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Այս է պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։